Ուրեմն մենք հիմա գտնվում ենք Վաղաշապատ համայնքի Հայթաղի գյուղում, կոնկրետ հիմա 14:38 տեղամասում, որտեղ իրականացնում ենք Հայաքվեի կողմից դիտորդական առաքելություն, ժամը 5-ի դրությամբ մենք արդեն ունենք արձանագրած մի քանի խախտումներ, օրինակ առաջին խախտումը, որ արձանագրվել է մեր կողմից, դա բաց քվեարկություն է իրականացվել, երբ որ կտրոնը ընտրողներից մեկը շփոթվելով գցել է քվեախցիկը ու ամուսինը փորձելով ման գալ, կտրոնը նայել է, մանեկել է ծրարի մեջ, բայց քվեախցիկից դուրս բացեց ծրարը ու բոլորի աչքի առաջ, այսպես ասած, ման եկավ այդ կտրոնը, բոլորին տեսանելի դարձավ, թե ինչ կար ծրարում ու նման տիպ մի քանի դեպքեր, երբ որ մոտենում են դեռ չմոտիկացած քվեախցիկին, այսինքն քվեախցիկի հետևում չգտնվելով, արդեն ընտրողները երևի ինչ-որ մեկի ուղղորդությամբ արդեն խառնելով հերթականությունը իրենց համար նախընտրելի քվեաթերթիկը դնում էին սկզբում, նոր մոտենում քվեախցիկին, երբ որ մենք դիտարկում ենք այդ արձանագրում ենք եւ նախագահը եւ ընտրողը համարում են, որ ընտրողը արդեն կատարել է իր ընտրությունը եւ ուսումնասիրում է մնացած քվեաթերթիկները, բայց դա բացահայտ երևում էր, որ արդեն իր ընտրությունը կատարել է ինչ-որ մեկի ուղղորդությամբ։ Այո, կուտակումների մասին կարող եմ ասել, որ կուտակումներ տեղի ունեցել եւ ընտրատեղամասում, գործընթացի ժամանակ եւ տարածքում է տեղի ունեցել մոտ 2-3 անգամ զգուշացնելուց հետո մեր բարեկային ծառայությունների օգնությամբ 2-3 անգամ ցրվել են, բայց արդեն հաջորդ անգամ նաև իրականացրել ենք նկարահանումներ, որից հետո այլևս տարածքի շրջանում չենք նկատել կուտակումներ նկարահանումից հետո։ Իսկ տեղամասում հենց քվեարկության գործընթացի ժամանակ փուլարփուլ լինում են կուտակումներ, կախված տարբեր հանգամանքներից, մարդիկ լինում են, հավաքվում են, գալիս են, մարդիկ կան, որ կոնկրետ ինչ-որ մեկը ուղեկցում է, դա չեն կարող ասել ինչ-որ պայմանավորված, բայց համենայն դեպս նկատում են նմանատիպ բան։ Հետաքրքրվեցի նաև նախորդ ընտրությունների հետ կապված, կոնկրետ նախորդ ընտրությանը մասնակցել է մոտավորապես 250 հոգի Հայթաղ գյուղից, իսկ այժմ ժամը դեռ նոր 5-ն է, բայց արդեն ունենք 450 մոտավոր ընտրող եւ այդ շարքը շարունակում է բազմանալ, ինձ թվում է մինչեւ 8-ը 50%-ից ավելին կունենանք։